Պարոն Ղուկասյան, շնորհակալ եմ կատարած աշխատանքի համար։ Մենք համագործակցում ենք։ Ես գիտեմ, թե ինչ ծրագրեր են իրականացվել սուբվենցիոն եւ պետական։ Կխնդրեի ներկայացնել 2024 թվականին այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք այս տարի կավարտվեն, ինչի համար եմ ես հարցնում, ուզում եմ, որ ավելի լայն շերտեր լսեն կատարած աշխատանքների մասին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան, իրականում 24 թե 25 20 նրանք տարբեր են, եթե կոնկրետ համայնքներով իրականում բոլորը հիշել չենք կարող, բայց կարող եմ ասել սկսած Նռնաձորի մանկապարտեզից ավարտված Վաղատուր գյուղի ոռոգման եւ խմելու ջրի ցանցին բազմաթիվ են, հիմնական ծրագրերը դրանք վերաբերում են քաղաքային բնակավայրերին, առյուծի բաժին ընկնում է Գորիս եւ Կապան քաղաքներին, որտեղ տարբեր ծրագրեր են իրականացվում բազմաբնակարան շենքերի բակային հատվածների, մայթերի հիմնանորոգմանը եւ կառուցմանը հասցեներով չեմ կարող հիշել, բայց չկան այդպիսի ոլորտներ, որտեղ ծրագրեր չլինեն։ Կոնկրետ համայնքների մասով եթե կցանկանաք, մենք կարող ենք ձեզ 21-25 թվականները ուղարկել իրենց բյուջեներով, բայց որպես այդպիսին որևէ դրվագում չունենք այնպես ծրագրեր, որ ուշանում են շատ, այսինքն օրենքով թույլատրելի սահմաններում են։ Արձագանքեք Տիկին Ղազարյան։ Կապանում 2 դպրոց է կառուցվում, համարվեց եւ Սյունիք դպրոցը, ինչ տեմպերով են ընթանում, ուշացումներ կարող են լինել, թե ոչ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, իրականում մենք շրջայցեր անում ենք եւ սա այդքան էլ պրոֆեսիոնալ չի լինի իմ պատասխանը, բայց կոնկրետ ձեր երկու դեպքերում մեջ շինարարները ունեն շատ մեծ փորձ եւ իրականում իրենց աշխատանքով ցույց են տվել, որ նման պրակտիկա չկա, իսկ ընդհանուր իրեն գրաֆիկից ոչ հետ չեն ընկնում, կոնկրետ այս երկու դպրոցների մասով ես շատ լավ տեղեկացված եմ, որ լավ շինարարական կազմակերպություններն են եւ շատ բարձր որակով եւ գրաֆիկով առաջ են ընթանում։ Ես էլ մեծ հույս ունեմ, որ որևէ խնդիր չենք ունենա, որովհետեւ հատկապես Կապանի թիվ 6 միջնակարգ հիմնական դպրոցի երեխաները իրականում իննում են տեղակայված ավագ դպրոցում եւ պայմանները այդքան էլ լավը չեն։ Շնորհակալ։